Չէ, ցավը տանեմ, այդ նամակ, մամակ, այդ նամակներն էլ մնում անպատասխան, այդ ամեն ինչն էլ իրանք սաղ անգիր, իրանք հիմա ճիշտ է արդեն ասում են, վաղուց գործի չեն գալի էցում, են արցակուրտա պարկովկից երևում է, բայց եւ այնպես նրանք հաստատ հիմա տենում են, թե ինչա կատարում, ինչա ասում, ես կփորձենք մեր շաբաթվա մեջ մեր այդ կոնտակտի դուրս գան ու ասեն, գիտեք, ինչ կա հարգելի ծնողներ, սա արվել է, այս փուլում է, այս փուլում է, հա, էլի կա, բայց տեսնանք, ակնհայտ տեսնանք, եթե չէ, մեզ թո հետո չասեն, այս ուր եք էթում, այս ինչ եք անում, որտեվ արդեն խոսակցությունն է պտում, որ գնաք, ընդե ասում են, այս խաղաղության գործընթացին կխոչընդոտի, ինչով եղբայր, հո մենք չենք էթեմ քարով ադրբեջանցի զինվորին խփենք, հո մենք չենք էթեմ կռիվ անենք, մենք հակառակը պետք է սիպտակ դրոշ պարզած կետեմ, բայց ոչ թե հանձնվելու էլ բանակցելու, չէ, սպիտակ դրոշը նույն ինքը բանակցելու էլ, ճիշտ է բանն է, խորհրդանիշն է, սպիտակ դրոշը պարզած կետամ, ինձ ինչ պետք է անեն դրա համար։ Թող ընդեից էլ մարդիկ արձագանքեն, հեռախոսակապ կա, երրորդ երկրի տարբերակ կա, դրան էլ ենք համաձայն չեն ուզում այտենց, թող մի հատ մեսեջ անեն, ասեն արեք Թիֆլիս, գանք Թիֆլիս, հանդիպենք, խոսանք էթանք, էդ էլ չեմ բանան։ Իսկ խաղաղության գործընթացի մասին առհասարակ հավատում եք դրան թե անդադար պնդում են։ Ցավը տանում, լավ է լինես, ես արդեն վաղուց այն տարիքից հելեն եմ, որ հեքիաթների հավատամ։ Խաղաղություն սենց չի լինում, չկա ինձ մի հատ պատմության մեջ օրինակ բերեք, մի հատ, որ նման կարգավիճակով խաղաղության են հասել, չի կա, նետու, դո բանի, Վարդան Ղուկասյանի ասած նեմա, չկա, ախպեր։